Արսեն ջան, ոնց ես բալես, են ձեր ընկերոջը սպանողից մի նորություն կա։ Տատ հոգնած եմ հավես չունեմ։ Հասկացա, դե արի մի կտոր հաց կեր, հետո կպարկես կքնես։ Չեմ ուզում, հեսա մի քանի րոպե կնստեմ կգնամ կպարկեմ։ Հասկացա։ Ինչ-որ խոսալու բան ունես հետս։ Ճիշտն ասած, հա, Արսեն ջան, ուզում եմ ինձ շաբաթ կամ կիրակի տանես քրոջս մոտ։ Արտադիր այդ օրերին պիտի գնանք։ Դե հանգստյան օրեր ա, ուրիշ օր չես կարողանա տանես։ Դե հա կտանեմ, բայց պիտի առավոտ շատ շուտ տանեմ, հետո էլ երեկոյան ուշ նոր գամ հետ բերեմ տուն։ Ինչի հիմա հանգստյան օրերն էլ եք աշխատում։ Չէ, այդ օրը քաղաքից դուրս են գնում ուղղակի։ Վայ, ես ինչ լավ բան ասեցիր, կհանգստանաս համել, իսկ ում հետ եք գնալու։ Կուրսեցիներով տատ։ Վայ, այդ ղայսի չես ասում, մոռացել ես, դու արդեն վաղուց ավարտել ես։ Թող լինի նախքին կուրսեցիներով։ Հա, հասկացա։ Իսկ Արսեն ջան, Նարեկն էլ ա ձեզ հետ գալու։ Չգիտեմ տատ, եթե ուզի կգա էլի։ Դե լավ, քո ասացի պես դու մի 2 րոպե հանգիստ նստի, ես հեսա կգամ։ Ալո, Նարեկ ջան, ես եմ։ Նարեկ ջան, դե խնդրում եմ ինձ ասա, այդ որ շաբաթ կիրակի քաղաքից դուրս է գալու, Արսենի սիրած աղջիկն էլ ա գալու։ Հակոբին մի անգամ ասել եմ, ես ոչ իման չեմ աճալում։ Բայց այս իրավիճակից ելնելով հասկացա, որ դու գնելու մտադրություն էլ չունես, չէ՞։ Հարգում եմ խելացի մարդկանց։ Մեկն էլ չէ, 3-ը։ Դու ես մեղավոր։ Այն ժամանակ, որ համաձայնվեր, 1-ը կլիներ։ Հրիզուր ժամանակ չկորցնենք։ Ես կստորագրեմ միայն այն դեպքում, երբ որ դու ինձ այստեղից անձամբ դուրս անես։ Դու ոնց որ չես հասկանում, հա, թե ում հետ գործ ունես։ Անկեղծ ասած դա ինձ ընդհանրապես չի հետաքրքրում։ Ու շատ իզուր։ Հիմա ստորագրում ես ու ինչ։ Դրանից հետո ով ինձ գարանտիա կտա, որ ես տեղից ողջ առողջ դուրս կգամ։ Իմ խոսքը քեզ քիչ է։ Դու գիտես։ Վաղը 4 հանքի թուղթադեմը դրած լինելու։ Կրկնում եմ։ Կստորագրեմ այն դեպքում, երբ որ դու ինձ այստեղից հանես։ Հակառակ դեպքում ոչ մի ստորագրություն չի լինի։ Չէի սպասում, որ այսպիսի արձագանք կտաս։ Բա ինչ էիր ուզում, Արևիկ։ Հիշում ես ինչ վիճակում էիր, երբ օգնեցի քեզ, որ ստեղից գնաս։ Ոչ ողջ, ոչ մեռած։ Ապրես։ Քեզ թվում է Համլետը հիմար էր, գլխի չէր ընկնում, որ դու երեխայի ես սպասում։ Հիմա ձեռքն ընկար, ի՞նչ է կատարվելու։ Հատ պատասխան է պահանջելու, կտոր անելու քեզ մինչև ճշմարտությունն իմանա։ Հանգիստ։ Քեզ չի կարելի ախոփել։ Ես քեզ հետ մի վախեցի, մենակ ռիսկի մի դիմի, խնդրում եմ քեզ, փորձանքը մի անգամ ա լինում։ Հանդարտվի։
Այսօր արդեն 3, չէ, այսօր արդեն 4-րդ օրն է, այդ մարդը չկա։ 4 օր։ Հա, պատկերացնում ես։ Լավ, իսկ ինքը ով է։ Ընկերուհուս ամուսինը աղաս։ Այդ չեմ հարցնում, Սիմա։ Աշխատանք, մասնագիտություն։ Հա, անկեղծ ասած, ինչքան որ հիշում եմ, ինքը կառավարման մասնագետ էր, բայց հիմա չհասկացա, կամ հանքեր էր աշխատացնում, կամ հանքեր ուներ, բայց դա այդքան կարևոր է, աղաս։ Հա, բա կարևոր է, բա ինչ է, Սիմա։ Այդ ամուսինը 4 օր չկա, ընկերուհիդ նոր արթնանում է, հա։ Աղաս, դու փաստորեն ընդհանրապես չէիր լսում, թե ես քեզ ինչ եմ ասում։ Դե չգիտեմ, Սիմա, կարող է ինչ-որ բան բաց եմ թողել։ Հիմա ասա մենակ արագ ուշանում եմ։ Իրանք որպես ամուսիններ վաղուց միասին չեն ապրում։ Այդ մարդը Հայաստանում էլ չի ապրում։ Մի քանի օրով էր եկել ու հյուրանոցում էր ապրում։ Դուք երկրորդ շփվեք, ես հեսա կգամ։ Դա չեմ ուզում խմել։ Նոր եմ տնից եկել, դու ավելի լավ շարունակի ասածը։ Դե ասածս դա է, որ դու էլ գնաս հետները քաղաքից դուրս։ Ինչի։ Ոնց ինչի, որ տնտեղ ես, համել չասեցիր, որ այդ աղջիկն էլ է գալու։ Հա, ասեցի որ գալու է հետո։ Դե հետո են, որ կգնաս, կհետևես իրանց, տեսնես ինչ հարաբերություններ ունեն, սազում են իրար թե չէ, իրար հետ լեզու գտնում են թե չէ, դե դու ինձ հասկանում ես էլի։ Հա, դա հասկանում եմ։ Արսեն կարողանում են գնանք։ Հա, կարանք։ Դե գնացինք տաճին, քեզ լավ որ Ձեզ էլ։ Տաճան պակա։ Պակ։ Հա, լավ արս, լավ, ապրես շատ։ Հա։ Կարանք խորոված անենք կամ կարանք ինչ-որ ուրիշ հավես բան մտածենք։ Ես մտածել ուս լավ չեմ, բայց երեխեք եկեք աղջիկներ ավելի ճիշտ, դուք մտածեք, ասեք ինչ եք ուզում։ Լավ, ես ասեմ, որ տան հարցը լուծված է։ Արսենը ասեց դրա մասին չմտածենք։ Արա ջան, արա պես եմ պետք է այտենց լինի, էլի։ Լավ, բայց ինչքանով է ճիշտ, տան հարցը թողենք Արսենի վրա։ Դե եթե ասել է, ուրեմն իրոք հարմար է։ Մնացած հարցերը։ Հա, բայց էլ բան չի մնացել է հասկանաք ինչ եք ուզում, ուտենք ու վերջ։ Բա Դավիթը, երեք խոսեցինք ու չորոշեցինք, կանչելու ենք։ Դե եթե կուզի, թող գա։ Հա, բայց գա ինչ անի։ Գա ինչ անի, մի հատ ասա, էլի։ Ես իմ երեխեք, դուք որոշեք, ինձ լրիվ մեկ է։ Լավ, ժամանակ չկա մտածելու։ Դուք ավելի լավ հիշեք, էլ ինչով եք ես։ Ապրես։ Մեկ լողավազան կա, լողազգեզ բերեք։ Արսենը այսօր նկարները կուղարկի տան, կնայենք ու կհասկանաք արդեն։ Բա երբ վանից ժամը քանիսից գնանք, նա ասեք։ Եվ որտեղ եք հավաքվում։ Լավ, որոշենք։ Մեր բախտից հեռախոսը համարում է թողել։ Տղերքը զանգերը լրիվ բացել են, ես էլ վերջին զանգերի ցուցակներն է։ Այդ շատ լավ է, պայքար։ Այնպես որ հեռախոսը քո վրա։ Լսում եմ, պարոն գնդապետ ջան։ Մտեղ էլ իր տվյալներն են, արդեն կնայես։ Հա, թող մնա կնայեմ։ Իսկ ուրիշ ինչ կա։ Մնացածը մաքուր է։ Համարում մի հոգու մատնահետ կա եղել։ Հետո բարձա որ Իրանն է։ Հյուրանոցի աշխատողի հետ խոսեցի, ասեց նորմալ պարկեշտ մարդ է, բայց շատ հարուստ։ Մեծ թեյավճարներ է թողել մանավանդ երիտասարդներին։ Իսկ Չէ, ոչ մի անպարկեշտ քայլ չի արել։ Դա լավ։ Լավ, պայքար, դու զբաղվի այդ հեռախոսազանգերով, ես էլ տվյալները ունեմ։ Հետո իջնեմ բաժին, կհասնենք, կհասկանանք, խոսենք։ Լսում եմ։ Սիմա, այն ընկերուհուդ ամուսնու անունը Մուշել է։ Այդ մարդը լրիվ խելագար է ու չի հասկանում, թե ինչ վիճակում է։ Կամ էլ են հազվագյուտ մարդկանց ցուցում կյանքը տարիների ընթացքում կոպել երկաթա սարքել։ Ինձ թվում է երկրորդը, դե ինչքանով որ իրան ճանաչում եմ։
Ետ դեռ կտեսնենք։ Ինչ-որ բան ես մտածել։ Այն շենքը, որ գնում էր հիշում ես։ Պարզվեց, որ դա երիկ բնակարան Վարդցովն է։ Հա, հիշում եմ, ոչ չեմ հիշում։ Հետո Տղերքին ասել են, որ ճշտ են այդ ընտանիքների ով լինել է։ Ես վստահ եմ, որ ինքը այդ տներից մեկն է գնացել։ Հա, ասենք իմացար։ Ինչ ես անելու։ Եթե պարզվի, որ այդ ընտանիքներում կան մարդիկ, ովքեր որ թանկ են Մուշեղի համար, այն ժամանակ նորից կհանդիպենք ու ինքը ստիպված կլինի ուրիշ ձև խոսել։ Դավիթ։ Հա, կներես։ Մտքերով էի, չլսեցի։ Լավ ես։ Հա։ Մի տեսակ ես քանի օրը։ Նորմալ է ամեն ինչ։ Հա, ամեն ինչ նորմալ է։ Կոմոդ։ Ինչ։ Ոչ մի բան։ Տեսար։ Ինչով ավարտվեց Հրաչ Խաչատրյանի գործը։ Հա, տեսա։ Իսկ ոստիկանությունում ինչ-որ բան ասում են, ինչ-որ կասկածներում են, թե ով է սպանել։ Ես դեռ ոստիկանությունում չեմ աշխատում։ Հա, հասկանում եմ, բայց պապատ… Պապան աշխատանքից տանը չի խոսում։ Դրա չի իր անկերն էր։ Իսկ սպանության քննությունը աշխատանք։ Հավաստիախորն է ոչինչ չի ասում։ Ես թափեցնում ես ինձ դա։ Ինչով։ Դու չէիր ասում։ Կամ Հրաչը կբռնի Համլետին, կամ Համլետը կսպանի իրան։ Աստորեն այնուամենայնիվ ոստիկանությունը կասկածում է Համլետին։ Հա։ Դու ինչ-որ բան մինչև վերջ չես ասում դա։ Ինչ իմաստով։ Տես։ Եթե ուզես լուրջ խոսալ, ասա։ Ինչի մասին։ Ինձ թվում է դու շատ լավ ես հասկանում ես ինչ նկատի ունեմ։ Կինս 2 ամիս է Ռուսաստանում է, երեխեքիս մոտ։ Ես ու եղբորս տղեն մեր տանն ենք։ Եղբորս երեխան եկել է Երևան սովորել է։ Պարզա։ Իսկ չասեցիք ոնց պարզեցիք, որ ոսկիները կեղծ են։ Ես կոտրած ձեռով եմ ոսկու շուկայից առել։ Տարաբան գրավ դնելու, այդ ժամանակ ասեն կեղծ են։ Գրավ դնելուց ուրեմն, հա։ Լավ, իսկ առաջին անգամ եք գրավադրել։ Չէ, 2-3 անգամ դրել եմ։ Իսկ նախորդ 2 անգամները էլի նույն ոսկիներն եք տարել, հա։ Հա, բայց ուրիշ չունեմ հետո։ Հասկացա, վերջին անգամ երբ եք տարել գրավադրելու։ Ես ասեմ, մոտարապես մի 7-8 ամիս առաջ։ Այլից առաջ 7-8 ամիս առաջ։ Ոսկիները բերել եք, չէ՞ ձեր հետ։ Հա։ Տվեք տեսնեմ։ Այսա։ Իսկ կաննա։ Հա, բել չունեմ, ինչ որ կա էտա։ Շատ լավ։ Շնորհակալություն։ Հիմա էլ ոչ մի հարց ու էլ չզանգես։ Մնացածը կգամ տանը կխոսենք։ Չէ, ընկերը ուտել մի զանգի։ Դու ավելի լավ զբաղվի քո գործերով։ Վերջ։ Կարող եմ ներս գալ։ Արի պայքար, արի։ Նորություն ունես։ Ինել ինչ նորություն։ Մուշեղ Սարգսյանի կնոջն ես գտել։ Այ քեզ բան։ Գիշեր էլ չի անցել, որ ասեմ երազ ես տեսել կամ սուրճի բաժակ ես նայել։ Չէ։
Երաս չեմ տեսել։ Հրավիրել ես ոստիկանություն։ Հա, արդեն ճանապարհին է գալիս։ Նա մի անգամից կուղեկցես իմ մոտ։ Լսում եմ։ Իսկ ուրիշ հետաքրքիր զանգեր եղել են։ Նարեկի տված համարը, որ հրաչին վերջինն էր զանգել։ Մուշեղ Սարգսյանին էլ չէ զանգել։ Հա, ժամերը համեմատեցի մի քանի րոպեի տարբերությամբ ա եղել։ Հետ զանգեցի, բայց անիմաստ։ Ուրեմն այդ համարները վերցնում ես ու օպերատորներին ես դնում։ Օգտատերերի անուններն ես ուզում իմանալ։ Ես համոզված եմ, որ Մուշեղ Սարգսյանն է եղել այն բիզնեսմենը, որի բիզնեսը որոշել է Համլետը խլել։ Այդ համարների մեջ պետք է լինի այն մարդու համարը, ով Համլետի անունից զանգել է իրան։ Այնպես որ այդ բոլոր ինֆորմացիան ճշտի, արի կնստենք կհասկանանք։ Շատ լավ։ Հա, Մեգի, նայում էի ուսանողների առաջարկների և ցանկությունների ցուցակը և շատ հետաքրքիր առաջարկ տեսա Մեգի Մամիկոնյանի կողմից։ Մանկատան երեխաներին է։ Մենք իհարկե այստեղ կհավաքենք ամեն բան, բայց լավ կլիներ, որ բարեգործական ընկերություն լիներ քեզ հետ աշխատող համագործակցող։ Ես ունեմ արդեն մի ընկերություն։ Ավելի ճիշտ գտել եմ Տիկին Բակոնց։ Եթե դեմ չեք, խոսեմ իրենց հետ, կազմակերպեմ։ Լավ, բայց մենակ կարող ես, դժվար չի։ Օգնության կարիք եթե լինի, երեխեքը կօգնեն ինձ։ Լավ, եղավ։ Շնորհակալ եմ Տիկին Բակոնց։ Մեկ էլ դուք դեմ չեք լինի, չէ՞, որ նվերները բերենք ակադեմիա, այստեղ հավաքենք ու ստեղից տանենք մանկատուն։ Իհարկե դեմ չեմ, կարող եք։ Լավ, շնորհակալ եմ։ Ահա, մամ, այս դասն էլ վերջացնում եմ ու գամ, լավ։ Մարդը կներես, բայց ես բան չհասկացա։ Գիտեմ։ Հիշում ես, որ ասում էի, որ մամաս ընկերուհի ունի ու մամուսինը ոստիկան է։ Հա, հիշում եմ։ Ինքը ասել է իր ամուսնուն, ամեն ինչ պատմել է, բայց դրանից զատ մի ժամ առաջ մամային կանչել են ոստիկանություն։ Բայց իրանք պարտավոր են ներկայացնեն, թե ինչի են հրավիրել։ Հա, ներկայացրել են։ Հիշում ես, որ ասացիր, որ հյուրանոցի աշխատակից տերը ասել են, որ շուտով դիմելու են ոստիկանություն։ Հա, ոնց չեմ հիշում։ Հիմա այդ մարդիկ դիմել են ու պապայի հեռախոսն էլ մնացել է հյուրանոցում։ Հետո ոստիկանությունը այդ հեռախոսով զանգ է արել մամային, դե իմացել են, որ կինն է, ու այդպես կանչել են ոստիկանություն։ Իսկ իրանք չեն ասել, թե պապայի… Ոչ մի բան չեն ասել, ընդհանրապես ոչ մի բան։ Մեկ էլ մոռացա ասեմ, հա, այդ ոնց որ մամային կանչել է այդ կապիտանը, ազգանունը, Քամարյանը։ Ու դու ճիշտ էր էլի փաստացի, որ Մեգի պապայի բաժանմունք են տանելու։ Բայց ում եք սպասում։ Ասում էի, չէ՞ գնանք Մեգի պապայի մոտ, թող ինքը մամայի հետ խոսա, ոչ թե այդ կապիտանը։ Հա, ճիշտ ես։ Գնամ թույլտվություն վերցնեմ ու գնամ։ Միասին կգնանք։ Ես քեզ մենակ չեմ թողնելու, արի։ Ելակի որ շարակով քեզ։ Գետնանուշովն էլ ինձ։ Հավես։ Մենք կարմանա։ Ինչ լավ սառնա։ Ու քաղցր։ Շաբաթ կիրակի նայել եմ, եղանակը շատ լավն է։ Չմոռանաք պաղպաղը կերվերցնել։ Հա, պարտադիր։ Նարեկ, բայց մի տեսակ սիրտս կախային եղում է, որ քերդ փող չուզեց։ Արսեն, ես իրան ասեցի, ասես թող ուրիշ օր գան։ Ես ասեցի, որ ես եմ գալիս ու ինձ այդ օրն է հարմար։ Մի խոսքով զանգել այդ մարդկանց արդեն շեղարկել է։ Հիմա գնալու ենք, մեզնից ով փող չի վերցնելու։ Բա ինչի շուտ չէիր ասում։ Որովհետև գիտեի, որ հրաժարվելու ես։ Իսկ հիմա վստահ եմ, որ Մեգին ասել ես։ Ու վստահ եմ, որ Մեգին էլ երեխեքին ասել, որ տունը կարթ է։ Շատ խելացի ես Նարեկ։ Լավ էլ մտածել ես ամեն ինչ։ Ուտենք շահալի։ Մարդը մի հատ էլ պետք է վերցնեի։ Մյուս անգամ կվերցնենք։ Ապա որ գնանք, ասենք քերդ գա տենա որ մեր հետ չես։ Ինչ ասենք։
Մի անհանգստացի, ես իրեն կզանգեմ, կասեմ, որ վերջի պահին տենց գործը առաջացել ես գնացել եմ։ Դե չէ, էլի Նարեկ տենց դուրս չի գալիս։ Կարող է ամեն դեպքում գաս։ Իսկականից արի էլի ինչ կլինի։ Մուտքը միայն զույգերով։ Որ քո համար դժվար է, հա, զույգ չարելը։ Գնանք արդեն։ Ավետից է։ Դե չէ, իրաստուն չենք մտնի, հարևանների հետ կխոսանք։ Գնացինք։ Մեգի, ես հո հետաքրքրության համար չեմ հարցնում։ Հարցնում եմ, որ օգնենք։ Մի մոռացի, որ Կարենը Մարթայի հետոցում։ Կարեն իր տեղն ունի, մենք մեր, բոլոր իր տեղն ունեն։ Չէ, նայ, Մարթան պետք է ուզենա, որ մենք կարողանանք իրեն օգնել։ Եթե ուզի կասի։ Մեգի, Մարթան չի հասկանում, որ ինքը ունի օգնության կարիք։ Ֆու, այս ամեն ինչից գիտեք ինչ հոտ է գալիս, ահա որ վատ ընկերության հոտ է գալիս, կեղծ ընկերության հոտ է գալիս։ Բայց որ օրվա ընկերներն ենք, որ չօգնեն։ Տես, մենք գոնե գիտենք Կարենը կողքին է, ու ընդհանրապես դու անձնական կյանք տենց բան լսել ես։ Գիտես հասկացա, հենց այդտեղից էլ գալիս է այդ վատ հոտը։ Լավ երեխեք, ես պետք է գնամ, տիկին Բակուցին խոստացել եմ, որ շատ լավ ծրագիր է լինելու, պետք է աշխատեմ։ Օգնելու բան լինի, ասա։ Դե ես էլ չասեմ, գիտես։ Ապրեք երեխեք, գիտեմ։ Եթե ինքը ինձ այդ փաստաթղթերը չտար, ես չէի էլ իմանա, որ ինքը նման կարողություն ունի։ Իսկ թշնամիներ ասել է այդպիսի բան։ Մուշեղը երբեք խնդիրներից չի խոսել։ Ամեն ինչ ինքնուրույն է լուծել։ Պաստորեն, եթե նույնիսկ ունենար, չէիք էլ իմանա։ Հա, չէի իմանա։ Մենակ ասեց, որ կարևոր հանդիպումներ ունի, բայց եթե պետք լինի, ինքը կչեղարկի ու կգա։ Հասկացա Շուշան ջան։ Ու մտքով կանցներ, այնքան շնորհակալ եմ Սիմային։ Ահաշ ջան, իսկ ինչ եք կարծում այս ամենի մասին, ինչ եք մտածում։ Մուշեղը որտեղ կլինի։ Դե գիտեք, մենք ունենք մի քանի վարկած, բայց դե ամենահավանական այդ հանքերի հետ կապված են առևանգել։ Հանգիստ պետք չի լարվել։ Նրանք Մուշեղին ձեռք չեն տա, որովհետև իրենց պետք է։ Ուղղակի մնում է, որ մենք կարողանանք շուտ գտնել։ Իսկ եթե այս վիճակը երկարի, ես վստահ եմ, որ Մուշեղը այդքան հեշտ չի համաձայնի։ Չէ, համոզված եմ, որ հեշտ չի համաձայնի։ Պարզ է։ Պետք է ամեն ինչ անենք, որ գտնենք։ Ամեն ինչ։ Ջամ, ինչ ես այդքան մտածում։ Ջամ! Լսում ես։ Սոնա ջան, կամաց խոսած, սիրտը սկսեց լույսի արագությամբ խփել։ Ջուր տամ։ Չէ։ Գիտես ինչ կա, ես սենց համաձայն չեմ։ Ինչին համաձայն ես։ Մարթային չօգնելու։ Լավ էլի ջամ, ըստ քեզ Մարթան քո օգնության կարիքն ունի։ Չես հասկանում, որ չունի։ Ես շատ լավ հասկանում եմ, դա այդ ինքը չի հասկանում, որ ունի օգնության կարիք։ Ինչ ես պատրաստվում անես։ Ինչ անում իրական ոստիկանը, երբ զոհը չի գիտակցում, որ ինքը ունի օգնության կարիք։ Զոհը։ Մի խանգարի։ Ա. Տեղադրում է լսող սարք հեռախոսի ու տան մեջ։ Բ. Սկսում է հետևել։ Գ. Դու լսող սարք ունես, կամ ոնց ես պատրաստում այդ Մարթայի հեռախոսի կամ տան մեջ տեղադրես։ Ու քանի որ ես լսող սարք չունեմ, միանգամից անցնում ենք պլան B-ին, հետևելուն։ Ձյան, դու մանկապարտեզ գնացել ես։ Մանկապարտեզել, մսուրել, դպրոցել, ամեն տեղ էլ գնացել եմ։ Առաջարկում եմ սկսենք մեր մեծ գործը։ Սոն, իսկ կարող է որ մենք ակադեմիան ավարտենք ոչ թե դառնանք ոստիկան, այլ անհատ դետեկտիվ։ Օժի, ես գնացի տուն, ջոմ։ Սոնը մի վարքան, բա մեր մեծ գործը։ Ջոմ, դու այսքան էլ ուրջը էիր ասում։ Հա, չես ուզում մի ուզի, այ քեզ բան։ Ես մենակս կգնամ վաղ առավոտ Մարթայից բակ ու իրան հետևելով կգնամ ակադեմիա։ Քայլի էլի։
մեզ դու էլ ես եկել։ Ինչ կար, ինչ ասեց։ Հորդ ամենայն հավանականությամբ առևանգել են։ Բայց ովքեր, ինչի համար։ Ով երեխեք ես դրսի խոսակցություն չի, եկեք տուն գնանք էլի։ Համաձայն եմ, ես հիմա տաքսի կկանչեմ։ Այսօր գործի չես, չէ։ Չէ, միասին կգնանք։ Եթե ուզում ես ու եթե դուք… Արեն ջան, իհարկե արի։ Եթե ժամանակ ունես։ Ունեմ, հանգիստ եմ։ Մի րոպե։ 2 րոպեից կհասնի։ Համարյանի հետ ես խոսել, հա, ինքներ։ Դա ինձ զանգողն էր, չէ, ընկերուս ամուսնու հետ եմ խոսել։ Նորմալ մարդ էր գոնե։ Շատ լավ մարդ էր։ Դե տեսեք, եթե ինչ մեր կուրսեցու հայրն էլ է նույն բաժանմունքում աշխատում։ Ինքը էլի շատ լավ մարդ է ու շատ լավ ոստիկան։ Սպասեք, ես եմ հաս։ Հա։ Մանկատան երեխաների համար է։ Դե մենք ուզում ենք ակադեմիայում հավաքել, հետո տանել են տեղից մանկատուն։ Լավ։ Ահա։ Շնորհակալ եմ, կզանգեմ, ցտեսություն։ Ահա, այսօր զանգեցինք։ Վերջ Մեգի։ Կարող եմ ասելիքս ասել։ Հա, մամ, ասա։ Մեգի կարող է դու խոսացնես պապային։ Ինչի մասին։ Մեգի չես լսում ինչ եմ ասում։ Ընկերուհուս ամուսնու։ Մամ, ինչ ընկերուհի։ Դպրոցական Մեգի։ Հա, որ ամուսինը կորել է։ Մամ, բայց պապան չի սիրում գործից խոսալ տանը, գիտես։ Իսկ եթե գնաս գործի տեղ, դա էլ հոտուն չի։ Հա, կարամ, բայց պապան չի սիրում, որ գնում եմ բաժան։ Բա ինչ անենք, Մեգի։ Իսկ այդ բաժանմունքում ուրիշ ոստիկաններ չկան աշխատող։ Չնայած իրանք այդքան ինֆորմացիա չեն ունենա, որքան որ աղասը ունի։ Բա ինչ անենք, հա, Մեգի։ Չգիտեմ, դե մի բան կմտածեմ, մամ, այդքան մի նեղվի։ Շատ եմ նեղվում։ Այդ աղջիկը իր կյանքից բան չհասկացավ, հիմա էլ այդ պատմությունը։ Մի բան մտածի էլի։ Լավ, մամ, 2 զանգ ա մնացել, զանգեմ ու կմտածեմ, լավ մի բան։ Լավ, ես քեզ չեմ խանգարի։ Ամեն դեպքում նայ, կարող է ծանոթ մարդու անուն տեսնես, դե օրինակ Մուշեղից լսած լինես։ Էլի նայ, բայց ես Մուշեղի հետ երբեք անձնականից չեմ խոսացել հանդ։ Չէ, ծանոթ մարդ չկա, պահի մոտդ։ Պահեմ ինչ անեմ։ Այդ թղթով կգնաս Մուշեղի մոտ։ Ես համոզված եմ, որ այս մարդկանց մեջ կան մարդիկ, ովքեր որ հարազատ են Մուշեղի համար։ Լավ, բա հետո։ Հետո են, որ այս թուղթը ցույց կտաս Մուշեղին ու կասես, որ ես իրա թույլ կողմերն եմ փնտրում։ Ու վայն եկել է տարել այն մարդուն, որ հանկարծ գտել եմ։ Այն ժամանակ Մուշեղը ոչ 3 հանքով դուրս կգայս պատմությունից, ոչ էլ 4։ Ուղղակի թողես թղթի կտորը ստորագրի ու տաքես։ Ինչ-որ բան անհասկանալի էր Հակոբ։ Ես չեմ հասկանում ինչի ես Համլետ։ Ուրիշ մարդ չկա, որ տանի ես թուղթը։ Ինչ-որ խնդիր կա։ Ես ամեն ինչը ինձ դուր չի գալիս։ Ես ինձ կարծում ես դուր ա գալի, որ այն մարդը, ում կարելի ասած փրկել են բանտում փթելուց, հիմա խաբում է։ Ում նկատի ունես։ Քեզ։ Դու իրոք մտածում ես, որ ես այդքան հիմար եմ, հա։ Որ չեմ նկատել ոնց հեռախոսը գտար ու թաքցրեցիր։ Որ խոսացել ես որդուդ հետ, հանդիպել ես հետը։ Հա, կարող է իմ մեղավորությունը կա, որ
չեմ կազմակերպել ձեր հանդիպումը։ Չէր ստացվում, դիտավորյալ չեմ արել Հակոբ։ Տղերքը ներքևը սպասում են, քեզ կտանեն, ամեն ինչ կանես, որ ստորալ է։ Աղաս ջան, հա, ես շատ լավ հիշողություն ունեմ, ու ես քեզ խնդրում եմ այդ հարցով ինձ էլ մի զանգի, հա? Ինչը։ Եղավ, հասկացա։ Կհասկանամ, կզանգեմ, կպայմանավորվենք։ Լավ։ Արևիկ ես եկա։ Արևիկ։ 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 Արևի! Սոնա, այս բոլոր ավտոմեքենաների համարանիշները արագ գրանցի մոտով։ Կարդացի հետո։ Համլետը վստահ է, որ ես 3 ընտանիքներից մեկին ես հանդիպել։ Համլետը մեզ առանձին կոչեջացնի։ Ավելի լավ չի լինի, որ միավորվենք։ Իսկ դու երեխաներ չունես։ Կներես, եթե ունեմ։ Ես իմ երեխուն ուրիշին եմ տվել։